Հա, ախպերես, ամեն ինչ շատ լավ է։ Այսը բան եմ պատվիրել, ուտեմ ու դուրս գամ։ Գումարել հաշվի համարիդ նստած եմ։ Այն մի բանն էլ ավել, այդ որպես շնորհակալություն։ Փաստորեն այսօրվանից Աշոտ Հարությունյան։ Էս էլ առաքում է։ Նարը։ Ես գիտեի, որ քեզ տեղ կգտնեմ։ Աշոտ Հարությունյան։ Լավ պատրաստվել ես, հա ոնց որ։ Ոնց ես իմացել, որ այստեղ եմ։ Ես քո ոչ մի խաբեություն ու վատ արած քայլ երբեք չեմ մոռանում։ Ու այս տունը դրա վառ օրինակներից մեկն է։ Հիմա դրսում էլի մարդ կա։ Ախպորդ հետ ես եկել, չէ՞։ Վախենում ես։ Չնայած պարզ է, որ վախենում ես։ Հակառակ դեպքում սենց չէիր փախնի երկրից։ Մեր միջից մենակ դու պիտի վախենաս, բայց որ մի քիչ խելք ունենայիր։ Այս կարգավիճակով եկել ես, որ ինձ վնասես։ Մտածում ես պիտի քեզանից վախենամ, հա։ Պարզ է, որ մենակ ես եկել, թե չէ հիմա ախպերը դուրը ջարդելուց կլիներ։ Բայց ինչպես միշտ դու քո հաշվարկներում սխալվել ես։ Լուրջ։ Շատ լուրջ։ Մտածում էր ինձ պիտի վնաս տաս ու ես էլ պիտի վախենամ, հա Նարը։ Ապրես Նարը։ Հետո էլ ասում ես, որ ինձ չես սիրում։ Քո գալով դու ինձ մենակ օգնեցիր, որովհետև ախպերդ ինձ կուղեկցի միջև օդանավակայան, որ քեզ փրկի։ Դու քո ոտքով եկել ես իմ մոտ ու ինձ ձեռքը զենք ես դարձել, որով պիտի ախպորդ հաղթա։ Պարոն Ադեմյան, մի ժամ առաջ էլի մեծ գումար է կանխիկացվել օֆիսի հաշվեհամարից։ Ինչ պետք է անենք, սենց չի կարող շարունակվել։ Հավաքի ու բոլոր փաստաթղթերը պատրաստի ու ոստիկանություն կդիմես։ Շատ լավ։ Ճիշտն ասած ամենակիչը քեզ կսպասեի տանս մոտ, բայց պիտի անկեղծ ասեմ, որ զարմացած չեմ։ Մի անգամ դու ինձ ասացիր, որ հարցը երեխեքին է հասնում։ Մենք առանց մտածելու կարող է քայլեր անենք։ Կարող են այս բաներ անենք, որ ուժ դեպքերում չանենք։ Ու ես եկել եմ, որտեվ իմ երեխին քո տանն է։ Ինչի դու նոր ես իմանում, որ քո երեխան իմ տանն է։ Չէ, բայց նոր եմ ընդունում, որ հետ չի գալու։ Ես գիտեմ, որ Սոնան հղի է։ Սա քո ինչ եղել է, այդ չպետք է մեր երեխու վրա ազդի։ Իմ քայլերը քո քայլերի արդյունքն է եղել։ Ու ես սխալ չեմ եղել։ Ինչքան է տարիներ անցնեն, ես ու դու բարեկամ չենք դառնա։ Բայց իրար երես պետք է ունենք, որտեղ թոռ ունենք։ Հիմա ես եմ քայլանում։ Որովհետև հարցը իմ թոռան եւ երեխուն է վերաբերում։ Ինչ որ բան է եղել։
Ասում եմ ինչ-որ բան է եղել, մի տեսակ լարված եք։ Չգիտեմ, ուշքում միտքը սակուն է։ Իսկ ուր է գնացել։ Ես ձեզ կօգնեմ, Չէ, պետք չի, ես կհավաք եմ։ բայց Ասում եմ պետք չի, կվնասվես։ եկեք դա հետո կհավաքենք, հա։ Չէ, լուրջ բան չկա, նորմալ է ամեն ինչ։ Ձեր ձեռքը վնասել եք, եկեք նայենք ինչ ա եղել։ Դավարի։ Անկեղծ եմ ասում, դու ինձ չես դադարում զարմացնել քո այս ճղճիմ տեսակով։ Կասես ինչի ես եկել։ Հետս հարցեր ունես։ Եկել ես որ վախացնես, թե եկել ես որ սիրաշահես։ Բայց գիտես ամենահետաքրքիրը որն է, որ եթե անգամ հիմա չոքս դիմացս ու ներում խնդրես, ինչա ընտանիքիդ չվնասեմ։ Մեկա ես քեզ չեմ ներելու։ Լավ գիտես, որ ընտանիք տելես լակոտը տել իմ համար ոչ մի արժեք չեն ունեցել։ Մենակ դու ես իմ համար թանկ եղել, բայց դու այդ չգնահատեցիր, որ քո փոխարեն ուրիշ մեկը լիներ, աշխարհով մեկ կլիներ, որ իմ նման իրեն սիրեին։ Սիրել։ Էսա քո սերը։ Դրա համար ես հորս թալանում։ Դրա համար ես ընտանիքիս համար խնդիրներ ստեղծում։ Բա ինչ էի ուզում Նարեկ ջան։ Ես էլ հոգոպես անինքնասեր չեմ։ Ով ոնց ասավ ոտքը սրբեց իմ վրա։ Ուզում ես ոչ մի բան չանեի, հա։ Ես քո խաթր լակոտիդ հեր էի ուզում դառնայի, որ անիմաստ տեղը ոչ մեկ անունը չշահարկեր, բայց ոչ դու, ոչ էլ անինքնասեր ընտանիքդ շնորհակալ չեղաք։ Արմա մի հատ դուրս արի, հա, այս զոհի կարգավիճակից։ Դու երբեք ոչ մեկի համար հենց այնպես ոչ մի բան չես անի։ Արի փակենք այս ծիծաղալու թեման։ Ու ասենք նրան, ինչի համար որ ես եկել եմ։ Ու այդ ինչի համար ես եկել։ Որ դադար ես հորս թալանել։ Իմ հերը քեզ պահել է։ Դու մեր տուն ես եկել, մտնել, դուրս եկել։ Իմ հերը միշտ քո կողքին է կանգնել։ Անգամ եղել է ժամանակներ, որ քեզ մեզանից բարձր է գնահատել, բարձր է դասել։ Ինչքան էլ դու այդ հերք ես, մեկ այդ տենց է եղել։ Բայց դու անշնորհակալ անինքնասերի մեկն ես, դու այդ չես գնահատում։ Դու իմ տուն ես մտել, դու իմ տանն ես ապրել, դու մեր հետ սեղան ես նստել, դու մեր հետ հաց ես կերել։ Էս է քո շնորհակալությունը։ Չի կարելի թքել այն աղբյուրի մեջ, որից որ ջուր ես խմել։ Ու իմ ասացի որ մասներ ծիծաղալու։ Երբ ամուսնացած չենք, անգամ այդ ժամանակ էլ էր դու մեր տուն գալիս, մեր տունն էիր ապրում։ Դու հորը շնորհիվ ես մարդ դարձել։ Դու աղբորը շնորհիվ է, որ ինչ-որ տեղերում հարգանք ու պատիվ ունես ու քեզ ընդունում են տեղ են տալիս։ Ուզածդ ինչ էր, որ ամուսնանայինք, էդ էլ եղավ։ Օգուտ ստացար։ Իհարկե ոչ։ Ես քեզ չեմ սիրում, դրա համար պիտի բոլորից վրեժ լուծես։ Դրա համար պիտի բոլորը պատասխան տան։ Եթե գնում ես, գնա։ Բայց չի կարելի գնալուց առաջ այրել բոլոր կամուրջները։ Հա, ես գնալու եմ, բայց իմ գնալուց հետո դուք տառապելու եք։ Մուրացկան եք դառնալու, նենց ոնց որ հերդ հորս էր ուզում սարքեր։ Դու տառապելու ես նենց ոնց որ ես եմ քո համար տառապել։ Հիմա Հայկն էլ գիտի, որ ոչ դու, ոչ ինքը, ոչ էլ ձեր լակոտը երջանիկ չեք լինելու։ Այդ երեխեն ձեր երկու ընտանիքների մեջ կռվախնձորա լինելու։ Ձենիդ կտրի։ Լսի, ոնց կարոն քո պատճառով մահացավ, ոնց արփին, ու այդ ամեն ինչի մեղավորը մենակ դու ես։ Ասում եմ կտրի ձենդ։ Ինչի, քո համար նորություն է։ Դու չգիտես ով ես դու։
Այն ժամանակ էլ էր, չէ՞, Մարգարիտ Թորանը սիրում, դրա համար նենց արեցիր, որ Արփիին ու Հայկին բռնեն։ Գժվել ես? Դու հոգեկան հիվանդ ես, դու շատ լավ գիտես, որ տենց չի։ Հայկին քեզանով ես արել, հիմա էլ սրբի պսակը գլխիդ ես դրել, եկել ես մոտս, հա։ Ձենդ կտրի ասում եմ։ Քեզ ոչ ոք ստեղ չի հրավիրել։ Բայց որ եկել ես, ուրեմն պիտի միջև վերջ լսես։ Ոչ իմ, ոչ հորս ու մորս տանջանքը դուք չեք մարսելու։ Դուք փոշմանելու եք, որ մի օր մեր ճանապարհները խաչվել են։ Գիտես ինչի եմ արդեն գնում։ Որովհետև խիղճս հանգիստ է, որովհետև գիտեմ, որ դու երջանիկ չես լինելու։ Եթե հանկարծ մի օր էլ որոշես, որ Հայկի մոտ գնաս, ինչը քեզանից հեռու չի, էլի։ Ոչ աղբերդ, ոչ էլ գիժ հայրդ քեզ չեն ներելու։ Ոնց հոր քուրիդ հետ են վարվել, նենց էլ քո հետ են վարվելու։ Եթե ես երջանիկ չեմ լինելու, ուրեմն դու էլ երջանիկ չես լինելու։ Սոնա ջան, թեթև բան է, ինչ ես այսքան տանջվում։ Դե այսպես ավելի հանգիստ կլինենք։ Բայց ոնց որ թե լավ չեք, հա։ Հա, չեմ թաքցնի, ահա որ անհանգիստ եմ, սիրտս շատ արագ է խփում։ Ինձ թվում է հեսա դուրս կգա։ Ես ձեր համար հեսա կաթիլներ կբերեմ։ Տեր Աստված թույլ չտաս, որ նորից փորձան գա տանս գլխին։ Կուզեք վրամին զանգեմ։ Չէ, ամեն ինչ կարգին է, պետք չի։ Լավ, ես հեսա կաթիլները կբերեմ։ Մարդ պետք է մեծ կամքի ուժ ունենա, որ գա հասնի այստեղ։ Ճիշտ է, մենք կռիվ ունենք տալու իրար, ու ես պատրաստ էի այն ամեն ինչի պատասխանը տալ, ինչ որ դու ես արել իմ գլուխը, բայց մի պահ մտածեցի, որ եթե ընկնենք այդ պատասխանների հետևից, կյանքում շատ կարևոր բան կկորցնենք, աբո։ Մարգարիտ անպատմությունը հիշելով, ես հիմա քո դիմաց եմ։ Եթե ուզենայի, քո ու տխուտ մասին լուրերը շատ արագ կտարածվեր։ Շուտով Նարեն ու Սոնան երեխա են ունենալու։ Էդ էլ իմ ու քո պարտքն է, այդ երեխիքի ուսին չդնենք այդ ծանրությունը։ Աբո, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ Սոնան այն ինչ խմել էր, դա դիտավորություն չի եղել, դա ես ինձ համար էի պատրաստել։ Շատ ավելի լավ։ Ճիշտ է, մենք երկուսս էլ երեխա ենք կորցրել ու գիտենք դա ինչ ծանր դժվար բան է։ Մենք երբեք իրար ձեռք չենք սեղմի, չենք բարեկամանա, բայց հանուն մեր երեխեքի պիտի մեր անցյալը բաց թողնենք, որ գնա։ Եթե Սոնային ինչ-որ բան պատահի, ես վրամին կկորցնեմ ունեց, ոնց որ դու կկորցես Սոնային, եթե վրամին ինչ-որ բան պատահի։ Պարզ է, որ մենք իրար չենք ներում, բայց սրանից հետո հանգիստ ենք թողում ու բաց ենք թողնում ամեն բան։ Սրանք էլ պարոնատեմ են։ Բոլոր թղթերը մանրամասն ուսումնասիրեք, որ ոչ մի խնդիր չլինի, եղավ։ Լավ, բայց այս բոլոր թղթերը ձեր հոր դեմ են։ Հորս դեմ չեն, ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես հեսա դուրս եմ գալիս, հորս բժշկի թղթերն էլ պիտի հավաքեմ։ Ես տանը ինչ պետք է կանեմ, կուղարկեմ մեյլիդ ու կկցես այս թղթերին, հասկացար։ Լավ։ Վերջ։ Վերջ։
Ես իմ անելիքն արդեն արել եմ։ Իսկ մի մասի հետևանքները դուք հետո եք տեսնելու։ Հատ ձեր մեջն է երջանիկ մարդ կա։ Չէ, չկա։ Բայց որ ուզեի կարայիք երջանիկ լինեիք, ուղղակի հետ իմ սրտով չէր լինի Նարեկ ջան։ Ես մի քիչ ուրիշ պլաններ ունեի, բայց ոչինչ։ Էս էլ է իմ սրտով։ Հայրդ գիժա, աղբերդ հորդ ու հորքուրի ձեռը ընկելակրակը չգիտի ինչ անի։ Դե քո մասին էլ բան չեմ ուզում ասեմ։ Մենակ մորդ եմ մի քիչ խղճում, բայց դա այդ ոչին բան չի նշանակում։ Այն Մարգարիտ հորից էլ որ հեռու լիներ, իրան ոչ մի բան չէր սպառնա։ Դու ես մեղավոր, որ հիմա ինքը երջանիկ չի։ Չնայած դու որտեղ գնում ես երջանկություն չի լինում այդտեղ։ Մի մարդու համար մի քիչ շատ չի չարությունը Արմոն։ Շատ է, քիչ է հիմա այդ եմ։ Ես հեսա մի քանի ժամից թռնելու եմ, հորդ փողերի հետ թռնելու եմ։ Ու ես եմ նենց արել, որ հայրդ ստորագրի։ Ու ընդհանրապես ես անում եմ այն ինչ որ ես եմ ուզում։ Դու տականք ես։ Գիտեմ էլ ես ասել։ Վրամնա։ Հանգիստ տեղդ կանգնի։ Ավելի վատ որ վռամնա։ Ինչ ես անում, թող խելագարվեցիր։ Այս ինչ անկոչի ուրեր են Նարե։ Արմոն հանգստացի ասում եմ։ Եթե անգամ աղբերդ այդ մենակ քո համար ավատ։ Առաջնքի տեսնենք ես ինչի են եկել այս անկոչի ուրերը։ Թող։ Սեն։ Թող ասում եմ։ Եթե ձեն հանեցիր մի վարկյան չեմ մտածի ու կսպանեմ, որովհետև հիմա կորցնելու ոչինչ չունեմ։ Համել խիղճս հանգիստ կլինի, կիմանա, որ ինձանից բացի ոչ մեկի հետ չես լինի։ Մի րոպե հիմա կբացեմ։ Ձենն հետ չլսա։ Ալո։ Լալա բարև։ Բարև։ Զանգում եմ Նարեին անհասանելի է, եթե մոտոտա մի հատ տուր իրան։ Չէ, այստեղ չի։ Բայց լիցքավորման լարն այստեղ է թողել, երևի հեռախոսն է անջատվել։ Լավ։ Ալո, Վրամ։ Սան ո՞նց եք։ Ես լավ եմ, բայց մամատ մի քիչ լավ չի զգում իրեն։ Ինչ է եղել։ Չգիտեմ, չեմ հասկանում։ Նարեն տանը չի, ասա թող օգնի, դեղ բան մի բան տվեք Սոնա։ Վրամ, բայց Նարեն այսօր չի եկել։ Հա, ինձ թվաց կարող է տուն եկած լինի։ Լավ դե Սոն կզանգեմ։ Վրամ, ես ոնց որ թե գիտեմ որտեղ է Արմոն։ Որտեղ է։ Մի անգամ խորիկը ինձ մի հատ տուն էր տարել։ Արմոն այդ տան տեղը գիտի, հետո Հայկը եկավ ինձ վերցրեց այդտեղից։ Ինձ թվում է հիմա այդտեղ է Արմոն։ Ցնդել ես Նարե, քո կյանքը քո համար արժեք չունի։
Հանգստացի դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Դու ինչ չես կարող այստեղ պահես, լսում ես։ Օգնեցեք! Ով կա այդտեղ, խնդրում եմ, օգնեք! Դու չես հասկանում, որ քեզ ոչ մեկ չի լսի։ Չեմ հասկանում, քո կյանքը քո համար արժեք չունի, աղջիկ ջան։ Ես քեզ բռնի ուժով եմ տանում, թե քո կամքով գալիս ես ներս։ Մեկը դու ինչ չես կարողանալու ներս տանես, լսում ես։ Գիտեմ, որ դուռը փակել ես։ Օգնեցեք! Դու ոնց որ թե լավ չես հասկանում։ Ալո, Վռամնա։ իմացա։ Ձեր տան տարածքում եմ, եթե հարմար է 2 րոպեով դուրս արի, խոսալու բան կա։ Հա, դուրս կգամ։ Շատ բարձր է։ Ոչինչ դեղը կխանեմ կկարգավորվի։ Բայց կարող է բժիշկ կանչենք, արդեն երկար ժամանակ այն չպատեք։ Չէ, չի։ Էս ինչ է, Անիկ, լավ չես։ Այդ հիմա մենակ քեզնից է կախված։ Այսինքն Սոնա ջան, որ խնդրեմ մեզ համար թեյ կբերես։ Հա, իհարկե։ Ես մարդ դարձա միջև եկար։ ինչի համար։ Սակո ես տեսա, որ աբոն եկել ա ու միասին գնացիք։ Հազար մի բան ա մտքովս անցել։ Ճնշումս բարձրացել էր, ես իմ ուր։ Ինչ էիք խոսում, ուր էիք գնացել։ Անիկ, ոչ ես եմ գազան, ոչ էլ աբոն։ Եկավ, բան ուներ ասելու, խոսեցինք, հասկացանք իրար, ինքը իրա գործերով գնաց, ես էլ իմ։ Ես շատ լավ գիտեմ ձեր այդ գործին անցնելը։ Աբոն քեզ չի ներում, չէ՞, որ Սոնան հիվանդանոց է ընկել։ Ասա վիճում եք։ Այ Անիկ, քանի անգամ ասեմ, ամեն ինչ նորմալ է։ Եկավ, խոսեցինք, եկանք ընդհանուր եզրահանգման, վերջի վերջո իմ տղեն ու իր աղջիկը իրար հետ երեխային ունենալու, չէ՞։ Թոռ ենք ունենալու։ Հա, լավ ես արել։ Իսկ Նարեն էլ է երեխա ունենալու։ Հայքի հետ էլ ես ընդհանուր եզրահանգման գալու։ Ես գնացի։ Ուր ես գնում, նոր եկար։ Հիմա էլ գնում եմ, գործեր ունեմ։ Ապրես, Սոնա ջան։ Ոնց որ թե արդեն լավ եք, հա։ Չէ, էլի անհանգիստ եմ։ Մտածում էի Սակոյի համար եմ անհանգստանում, բայց մեկը սիրտս մի տեսակ կծկված է։ Որ տագնապ եմ զգում, չեմ հասկանում ինչից է։ Աստված վկա դու ես տիպում, որ ես սենց վարվել եմ։ Բայց մեկը ինչ էլ ուզում ա լինի, սիրտս ցավում ա քո համար, որ քեզ սենց եմ տեսնում։ Չգիտեմ ինչի պիտի ես հենց քեզ սիրեի։ Այդ սերի հիվանդությունն ա դարձել իմ համար։ Դրա համար էլ ընտանիքդ հիմա չեմ կործանում։ Քո սերն իմ համար չարորա կորուցք է դարձել։ Անբուժելի հիվանդություն է։ Ուզում եմ տանջվես, տառապես։ Երբ իմ կողքը չես, դու պիտի տանջվես ու տառապես։
Հենց քո կողքին ուրիշի եմ տեսնում, ես ուղղակի ուզում եմ սպանեմ բոլորին։ Ու գիտես հստակ ինչի մեջ ամենավատավորն է, որ ես սկսում եմ զզվել ինձանից։ Հա, ինձանից եմ զզվում։ Զզվում եմ ինձանից, որ դու ինձ տենց էլ չսիրեցիր։ Փաստորեն նախորդ սպանած Հայկի չափ էլ չկայի, հա։ Ինչ էիր գտե դրա մեջ։ Ինչ կար, որի մեջ չկար։ 1000 հոգի էլ գա մեկը չի կարա ինձ ապացուցի, որ այդ լակոտը քեզ ավելի շատ է սիրում, քան ես։ Չէ, սիրող մարդը չի գնում, սիրող մարդը պայքարում է։ Պայքարում է նենց ոնց ես, վատն էի, լավն էի, բայց մեկը պայքարում էի։ Ես հիմա էլ եմ քեզ սիրում։ Մեկը գժի պես սիրում եմ։ Դրա համար էլ չեմ կարողանում գնալ, որ դու այստեղ ես։ Ուզում եմ քեզ նայեմ, վերջին անգամ դեմքդ տեսնեմ։ Ուզում եմ լավ հիշեմ դեմքդ։ Մենակ ես գիտեմ, քանի գիշեր եմ այս աչքերիդ մասին մտածելով քնել։ Մենակ ես գիտեմ, թե ինչ եմ զգացել ու զգում քո հանդեպ։ Դու ես ինձ չարացրել, մենակ դու ես մեղավոր։ Ես չեմ ուզում ոչ մի վատ բան։ Իմ սերը ծաղրում էիր։ Ամենահարմար առիթինից ծաղրում էիր ու ձեռք էիր առնում։ Ու ես մտածում էի, որ վատն եմ, մտածում էի, որ արժանի չեմ։ Ու միջև են պահը, երբ տեսա, թե ոնց ես նայում են լակոտինով աղբորդ ասպրում էր։ Բարի օր։ Բարև։ Եթե ես ուրիշ տարբերակ ունենայի, հաստատ քեզ չէի զանգի։ Ուղղակի դու միակ մարդն ես հիմա, ով ինձ կարող օգնի։ Ասածներդ չի բռնում իրար հետ, վռամ, ինչ ա եղել։ Ինձ հասցե է պետք իմանալ։ Ինչ հասցե։ Մի խոսքով Արմոին պիտի գտնեմ, քանի երկրից չի փախել։ Նարեն ասեց, որ դու տեղյակ ես։ Տես, ճանաչում ես, չէ՞ գիտես ով։ Ալո։ Արմո, մենք լուրջ խնդիրներ ունենք։ Պիտի մի բան անենք, որ չբռնվենք։ Ինչ խնդիր։ Վռամն ասել է, որ բոլոր փաստաթղթերը հավաքեմ ու ոստիկանություն դիմեմ, բայց խնդիրն է, որ սրանից Սաքոն չի դուժելու։ Իր բոլոր բժշկական թղթերն էլ են պատրաստ։ Պիտի գցեմ սրանց ու ոստիկանություն դիմենք։ Ցուցմունքը կոդ ենք տալու։ Ես չեմ կարող չանել Վռամի ասածը։ Բայց հնարավորինս կփորձեմ ուղարկելը ուշացնել։ Դու մենակ ինձ ասա թռիչքդ երբ է։ Այնպես անենք, որ չբռնվենք։ Չեմ կարծում, որ քեզ քո նոր պատրաստած թղթերն օգնելու են, որովհետև Վռամը շատ լուրջ է տրամադրված։ Ու գիտի, որ կեղծ թղթեր ես պատրաստում։ Մի խոսքով Արմո, ասա ինչ պիտի անեմ, ես քո խոսքին եմ սպասում։ Ու հիշի, որ ժամանակ չունենք։ Լավ, սպասի կզանգեմ։ Լավ։
Ես ինձ չէի պլանավորել, ամեն ինչ իրար է խառնվում։ Հենց դու էլ կօգնես ինձ։ Նարեն ինձ չհասցրեց այդ հասցեն ուղարկել։ Հիմա էլ զանգում եմ անհասանելի է, չեմ գտնում, բայց ասեց, որ Խորոն ու Արմոն իրան այդ տանն էլ պահել ու դու ես փրկել իրան։ Մի րոպե, այսինքն Նարեն ասում է, որ Արմոն այդ տուն է գնացել ու հիմա անհասանելի է։ Հա։ Հա, ուրեմն հաստատ այդ տունն է։ Հայկո, բա այդ եմ ասում։ Դե արի, ես էլ եմ գալիս։ Չէ։ Վռամ, ասում եմ, ես էլ եմ գալիս ու հիմա այդ չենք քննարկում։ Հայկո, ինձ ընդամենը այդ տան հասցեն տուր ու վերջ։ Ես այդ տան հասցեն անգիր չգիտեմ, պիտի գնանք իրար հետ տեղում կողմնորոշվեմ։ Ու երկրորդն էլ, եթե հիմա Նարեն վտանգի մեջ է, ուրեմն իմ երեխեն էլ է վտանգի մեջ, վռամ։ Ու ինձ ոչ մեկ չի կարող ասի, ես չգնամ ու իմ երեխուն տեր չլինեմ։ Հա, Նարեն։ Գնա արագացրու, ժամանակ չկա։ Այդ հաստատ ինֆորմացիա է։ Հա, հաստատ է, ներսի մարդ է ասողը։ Իսկ կստացվի, որ նկարը ուղարկեք։ Չէ, ընդհանրապես չի կարելի, բայց դու ուրիշ մարդ չես, Սաքո ջան, կկազմակերպենք։ Լավ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմանալ երեխու գործից նորություն կա։ Գործ ընթացքի մեջ է, ամեն ինչ իր հունով ընթանում է։ Կներեք, բայց ձեր պատասխանն ինձ ոչինչ չի տալիս։ Խնդրում եմ ասեք, երեխես գտնվել է, որտեղ է, ոնց է։ Երեխան գտնվել է, բայց գտնվելու վայրը ես չեմ կարող ձեզ ասել։ Գտնվել է, որտեղ էր, ոնց է։ Լալա, ես ձեր էմոցիաները հասկանում եմ, բայց օրենքով դուք այդ երեխայի հետ որևէ առնչություն չունեք, հետևաբար ես ձեզ որևէ ինֆորմացիա չեմ կարող փոխանցել։ Միայն կարող եմ ասել, որ երեխան ապահով վայրում է գտնվում եւ լավ ազգում իրան։ Ապահով վայրը ո՞րն է։ Մի րոպե ինձ ասում եք իրավունք չունեք ոչինչ ասելու, բայց այն մարդուն ում մոտից փախելա ցանկացած տեղեկություն տրամադրում եք նրա համար, որ թղթի վրա գրված է մայրն է։ Այս պահի դրությամբ ես ոչ ձեզ, ոչ էլ Սաթեին որևէ ինֆորմացիա չեմ կարող տալ։ Երեխան որդեգրված է։ Այլ դեպքում մենք պարզապես երեխային ընտանիքին կփոխանցենք, բայց սա բոլորովին ուրիշ դեպք է։ Խնդրում եմ, ասեք երեխես որտեղ է, ես շատ եմ ուզում իրեն տեսնել։ Եթե ես հիմա ձեզ որևէ բան ասեմ, դա օրենքի խախտում կլինի։ Ես այլևս որևէ ինֆորմացիա ձեզ չեմ կարող փոխանցել։ Կներեք։ Հիմա ես պետք է գնամ։ Դու Կլինի գաս հետս։ ինչ ես դրել մտքիդ։ Ասեմ իմանաս, որ շատ վատ ժամանակ ես ընտրել ինձ ինչ-որ բան ասելու համար։ Լալա, հանգիստ։ Արի դուրս կանք էստեղից։ Կլինի։ Բայց Արի։ որտեղից քեզ ես նկարը։ Ես գիտեմ որտեղ է երեխան։ Որտեղից ես իմացել կամ ինչի համար ես իմացել։ Թե պիտի ինձնից ինչ-որ բան պահանջես, որ ասես երեխուս տեղը։
Դե դա քեզ շատ նման է։ Ասա ես ամեն ինչի պատրաստ եմ երեխուս համար։ Գժվեցի, Լալա։ Հա, ես քեզ առաջարկել եմ իմ օգնությունը, բայց դու մերժել ես։ Վստահ եմ ունեցել ես այդ կարիքը, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստել։ Հիմա ես քեզ ասում եմ, ես գիտեմ որտեղ է երեխեդ։ Տաքսին հասնում է, գալիս ես հետս։ Որոշի, Լալա։